Մեջբերում երկրորդ մասը կանոնադրության ծայրահեղ պարագայում վեհապար հայրապետը տնօրեն է կարգազրկում։ Ամենայն Հայոց կաթողիկոսի 27/01/26 թվականի թիվ 77 հայրապետական կանոնության հիմքով Տեր Գևորգ եպիսկոպոս կոչվել է դասս աշխարհականած Արման Սարոյան Ավազանի անունով։ Հայցապան միջոցներն աշխարհիկ անձին օժտում են իրականացնել հոգեոր կարգավիճակ ունեցող անձին բնորոշ գործողություններ, որն անդրադառել է ուղիղ միջամտություն հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Վերոք հայ ձեռներով միջնորդում ենք հայցապան միջոցներ լրիվ վերացնել։ Հարգելի դատարան, իսկ ներկայացող նյութերով ակնհայտ է դառնում, որ դատանի կիրառած հայցապան միջոցների հիման վրա հարկադիր կատարման ծառայությունը այսօր կառավարում է մասացոտի թեմա։ Ավելի մեր տեղեկություններով արդեն ֆինանսական գործարքներ է կատարվել բանկերից մեկում։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ։ Պատկերացրեք դատարանը արդար է գտնվում եւ գործի վարույթը կարճում է կամ հայցը մերժում է։ Դուք պատկերացնում եք, ստացվում է, որ իրավական, ոնց ասեմ, հանգամանք չունեցող անձը բանկից հայ առաքելական սուրբ եկեղեցու ֆինանսական միջոցները ուղղել է տարբեր ուղղություններով։ Սրա հետևանքները պատկերացնեք ինչա կատարվել։ Այսինքն ստացվում է մարդը ինքը չունի այդ պաշտոնը, տնօրենությունը երբ որ կայացվել է հարգելի դատարան, այդ փաստ է արդեն։ Մինչև դատանը անվավեր չհամարել այդ տնօրենությունը, որը մենք կարծում ենք չի կարող, բայց տեսականորեն դատանի տրամաբանության գնանք։ Եթե անվեր ճանաչ, այդ պահից կամարվի անվավեր, այդ մարդն էլ այդ պաշտոնի վերականգնված։ Դա ճանաչողական ակտ է։ Եվ այդ պահից այդ մարդը կամարվի, այսինքն դատական ակտի կատարման դժվարություն չի կարող առաջանալ, որովհետև ճանաչողական հայց են ատվել։ Հիմա, բայց եթե դատանը մերժեց, ստացվում է, որ այս անձը, Արման Սարոյանը, այս ընթացքում ինքը բանկային գործարքներ է կատարել։ Եվ դա էլ է դատանի որոշման հիման վրա։ Եվ սա վերել է շատ լուրջ խնդիրների։ Եվ հիմա մենք ուղղակի մեր միջնորդություն ներկայացնելով դատանի խնդրում ենք վերացնել այս հայցի ապօրինը։ Որտեվ եթե դատարանը ինչ-ինչ պատճառներից ելնելով եւ հավատացեք մենք գիտենք ինչ-ինչ պատճառներ։ Ինչ պատճառներ։ Հարգելի դատարան, մենք ունենք հիմնավոր կասկած, ձեզ բացառ չենք այդում, բայց դուք չեք գործում ձեր անկախ կամքով։ Մենք այդպիսի կասկածներ ունենք, որ դուք չեք գործում ձեր անկախ կամքով, որովհետև ձեր անկախ կամքով գործելու դեպքում դուք հայցադիմով վարույթ չեք ընդունի, որովհետև չի կարող հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը հոգևոր պաշտոն նշանակելու, ազատելու հարցում դատական վերահսկողություն ունեն։ Դա միեդնել է բազմաթիվ անգամ դրա մասին խոսել։ Դա ուղիղ մեր օրենսդրության մեջ էլ է գրված։ Ես մի օրինակ էլ բերեմ, պատկերացրեք հիմա նոր երկու հայցել են ներկայացրել Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թախմազյանը ձեր դատարանում։ Եվ հիմա վիճարկում են իրենց կարգալուց հռչակելու տնօրինությունները։ Եթե պատկերացրեք, դատարանը կարողանա վերահսկել եկեղեցու ներքին կյանքը, որ ուղիղ արգելված է, եւ օրենքը ասում է արգելվում է եկեղեցու, ասում է պետությանն է արգելվում միջամտել եկեղեցու ներքին կյանքի։ Պետությունը իր բոլոր իշխանության թևերով։ Տեսեք, պատկերացրեք, մի այսպիսի օրինակ բերեմ, որ պատկերացնեք աբսուրդը այս ամեն ինչի։ Պատկերացրեք մի քահանա դեմ գնալով բազմադարյա հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանաբանական թեզերին լրիվ հերձվողական մի տեսակետ է ընդունում։ Եվ այդ պայմանով նրան կարգալուց է հռչակվում։ Եվ գնում է դատարան, այդպիսի մեկը ես հիմա կանցնեմ, զուգահեռները կանցկացնեմ։ Տեսեք, գնում է դատարան, մի խելոք մարդ խորհուրդ է տալիս գնալ դատարան մի աթեիստ դատավոր, որ ընդհանրապես Աստծուն չի հավատում, աթեիստ մարդը։ Եվ այդ մարդը որոշում է, որ քահանան ճիշտ է, բացատրեմ, ասեմ ինչ կապ ունի, որտեղ աթեիստ մարդը չի կարող խորանալ հոգևոր այդ նրբությունների դաշտ, եթե իր համար Աստված գոյություն չունի, այդ մարդը ուրիշ կերպ է մտածում։ Ասում է եւ օրինակ սխալ է կարել, որ քահանան ազատել է եւ վերականգնում հետ։ Դատավորի կրոնական համոզմունքները ինչ է կանեն այս բարակը։ Հարգելի դատարան, օրենքով այդ օրենքը ձեր առջև դուրը փակում է մտնեք եկեղեցու ներքին կյանք, որտեղ միայն կրոնական է։ Դրանից խոսեք։ Դրանից եմ խոսում։ Եվ դրանից չի խոսել, թե դուք այդ առիթը չտեք դրանից խոսելու։ Դուք եք այդ դուրը բացել։ Այդ Պանդորայի ակը դուք եք բացել։ Սա ձեզ ասեմ, դուք պատմական մի բան եք արել, հարգելի դատարան։ Վստահ եղեք, ապագայում այս ձեր արածը դառնալը պատմական քննարկման առարկա։ Դուք շատ մեծ պատմական բան եք, սխալ եք թույլ տվել։
Այդ ընթացք երևա դու։ Երևա, ես ձեզ խոստանում եմ, որ դուք դա համոզվելու եք դրա մասին համոզվել, ես ձեզ խոստանում եմ, դուք համոզվելու եք, որ դուք պատմական սխալ եք դուր տվել, բացելով դուր, որ իրավունք չունեք բացել, դուք մտել եք եկել, հիմա նայեք, հարկադիր կատարող իրան դրել ամենայն հայոց կաթողիկոսի պետը, լուրջ եմ ասում, ինքը հարկադիր կատարող գործողությունները ինչ կապ ունի, դուք նրան, տեսեք, մարդ ասում է, տնօրինություն անվավեր ճանաչեք, դուք հոգեկան տառապանք եք ստացել, դուք իր հոգեկան տառապանքը վերացնելու համար ասում եք գնա ֆինանսական գործարքարը։ Այդ ինչ կապ ունի, ես կարող եմ բացատրել։ Ինչ կապ ունի, այսինքն մարդ հոգեկան տառապանքը փող ծախսելով լուծվում է, վերանում է։ Ինչու եք նման անհամաչափ հայցիապոն միջոց կիրառել։ Որն է դրա նպատակը։ Հոգեկան տառապանքը ստանում, դրան ուրիշ լուծում տայք։ Հոգեկան կոնսուլտացիաների Տառապանքը վերաբերում է պաշտոնին շարունակելու հարցին, դրանից բխող մնացած գործառույթների։ Հարգելի դատան, դուք պատկերացնում եք աշխատանքային բոլոր վեճերով, եթե դուք աշխատանքային վեճերի վրա փորձենք սա օրին ցանկացած պաշտոնից ու մեկին ազատել, աշխատանքային հարցը։ Այդ մարդը հոգեկան տառապանք ստանալու է։ Այսինքն բոլոր դեպքերում կարող գնաս հոգեկան տառապանք եմ ստացել, ինձ վերականգնեք այդ աշխատանքին, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Այդպես չի լինում, հարգելի դատան։ Ստանդարտը, որը կիրառվում է, այդ բանը փայտա երկու ծայրով։ Այդ հետո գալու է հետ։ Դրա տակից ո՞նց է դատարանը դուրս գալու։ Երբ որ դուք այս մասով է ստանդարտը դրեցիք։ Դուք ձեր խոսքն ձևակերպում, որ ինչ-որ սպառնալիքներ բաներ։ Սպառնալիք չի։ Մենք մի բան ասեմ։ Դուրս է գալու թե չի։ Մի բան ասեմ։ Երբ որ ես իրավական պատասխանատվության մասին եմ խոսում, կամ բարոյական պատասխան, դա սպառնալիք չի։ Օրենքով մարդուն չեն սպառնում։ Ես խոսում եմ իրավական պատասխանատվության մասին։ Այո, որտեղ ես կարծում եմ, որ դուք խախտում եք թույլ տվել, շատ դուրս խախտում եք թույլ տվել, եւ դրա հետևելու է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Եվ մենք միջամուխ ենք լինելու, որ դա լինի։ Որտեղ ասում եմ, շատ վտանգավոր պատմական, շատ վտանգավոր նախադեպ եք ստեղծում։ Եվ հիմա արգել դատան, ասում եմ, ուրեմն հոգևոր պաշտոն է թեմի առաջնորդի պաշտոնը։ Եվ այս հարցով կարող է միայն եկեղեցական ներքին ակցիաների մեջ իրենք այս հարցը քննարկեն։ Դատարանը իրավունք չունի միջամտի այս հարցին։ Իրավունք չունի ուղղակի։ Որովհետև, տեսեք, հասարակ բան ասեմ։ Օրինակ, մենք այսօր մեր նյութական օրենսդրության մեջ օրինակ կա խտրականության արգելքի սկզբունքը։ Արգելում է խտրական վերաբերմունք ցույց տալ։ Եկեղեցու ներաշխարհը ամբողջությամբ այդ տեսակետից խտրական աշխարհ է։ Կանանց չի թույլատրվում խորան բարձրանալ։ Խտրական վերաբերմունք է։ Կանանց չի թույլատրվում եպիսկոպոս դառնալ։ Եթե այսպես նայենք նյութական նորմը վերես փորձես եկեղեցու ներքին կյանքում կիրառես, լրիվ խախտումներ կարձանագրվի։ Բայց օրենսդիրը եվրոպական ստանդարտ ասում է արգելից, մի մտեք այդ կյանք, հավատքի դաշտ մի մտեք։ Այդ լրիվ ուրիշ աշխարհ է։ Դուրը մի բացեք, մի մտեք այդ դաշտ։ Իսկ եթե դատանը փորձում է մտնի ու փորձի իրավական նորմեր կիրառի, ես ուրիշ բան ա լինում։ Որտեվ օրինակ եպիսկոպոսներն ունեն հնազանդության ուխտ։ Միայն այն հասարակ բան ասեմ, իրենց կանոնների համաձայն, եթե եպիսկոպոսը հանդիպում է թագավորի հետ, առաջնորդի հետ, առանց եպիսկոպոսապետի թույլտվության, դա կարգազրկման օրինակ հիմք է։ Հիմա սա բերենք նյութական աշխարհում, եթե փորձենք համատական անցկացնենք, ասենք, այս ինչ արատավոր կանոն է եւ սա ինչպես կարող է կիրառվել։ Բայց դա իրենց աշխարհն է։ Իրենց մոտ հնազանդության ուխտը այդ կերպ է, եթե եպիսկոպոսապետը ասեց այսպես, ուրեմն դա հիմք է ընդունում։ Սա իրենց աշխարհն է։ Եվ մենք խնդրում ենք դատանին այդ աշխարհի դուռը փակել։ Իսկ դատական պաշտպանության իրավունքի անձի տեսանկյունից ինչ կասեք։ Հարգել դատան, ինքը եվրոպական, մենք իհարկե պատասխանի մեջ ենք դա բերել։ Եվրոպական դատանի միջոցներից ըստ էության նաև ինքերից մեկն է, որտեղ քննության ենթակա չլիներ։ Այո, չէ, ես կարող եմ խոսել, խնդիր չկա։ Տեսեք, օրինակ ես հիմա փորձեմ Եվրոպական դատանի որոշումներից մենք մեջ ենք բերել։ Մենք փորձում մի քանիսը հիշեցնել։